Տիեզերքից երկրի վրա սահմանները չեն երևում, ու թեև այսպես, մեր մոլորակը բաժանված է ծովերով, մայրցամաքներով, գետերով ու լեռնանցքներով։ Եթե երևակայական գիծ քաշենք աշխարհի քարտեզի վրա հյուսիսից հարավ, հետո էլ արևելքից արևմուտք, ապա ճիշտ կենտրոնում, 5 ծովերի արանքում, 3 լճերի միջև, երկգլխանի հսկա լեռան շուրջը հայտնվում է Հայաստանը, Արարատի երկիրը։ Մարդկության հնագույն գրքում, Աստվածաշնչի մեջ, Արարատը հիշատակված է որպես առաջին աշխարհագրական տեղանուն, փրկության տապանի վայր, որտեղից սկսվեց մարդկության պատմությունը։ Արարատը Հայաստանի առաջին ու գլխավոր գաղտնիքն է, նրա ուժն ու խորհրդանիշը, նրա գաղտնի կրոնը, որը բաց է ողջ աշխարհին։ Մեծ լեռան հզոր գագաթը նման է հավերժությունը պահպանող ծեր նահապետի ալեհեր գլխին, մինչդեռ փոքր Սարի նրբագեղ գմբեթը հիշեցնում է հարսնացուին ջերմակ քողի տակ, ու միաժամանակ լեռը նման է մեջքին պառկած ու միշտ հղի մայր հողին, որ Մասիսը նրա հսկայական փորն է, իսկ Սիսը մայրական կուրծքը։ Մեր հին երկրի ողջ պատմությունն անցավ Արարատի հայացքի ներքո, լեռն այս մեր բոլոր ողբերգությունների ու հաղթանակների բեմահարթակն է։ Աշխարհի ամենահին պահպանված քարտեզում բաբելոնյան կավե տախտակի վրա նույնպես նշված է Արարատի երկիր Հայաստանը, որպես քաղցրահամ ջրի, այսինքն կյանքի միակ աղբյուրը Միջագետքի հնագույն երկրների՝ Շումերի ու Բաբելոնի համար։ Պարսկաստանի մեծ տիրակալ Դարիոս արքան Դեյստունյան քարե արձանագրության մեջ, թվարկելով իր ռազմական արշավանքներն ու հաղթանակները, 3 լեզուներով է հիշատակել մեր հայրենիքը, որպես Արարատյան թագավորություն, Ուրարտու և Արմինա երկիր։ Երբ ուրարտական թագավորներ Մենոան ու Արգիշտին իրենց զորքը շարժեցին Վանա լճից դեպի հյուսիս-արևելք, նրանք հասան Հայաստանի երկրորդ հրաշքին՝ քաղցրահամ Սևանին։ Արարատից մինչև Սևան տանող ռազմավարական ճանապարհի կեսին, Քրիստոսից առաջ 782 թվականին, Արգիշտի արքան կառուցել է այս բլրի վրա Էրեբունի ամրոցը, որն ուղիղ 27 դար անց դարձավ Հայաստանի նոր 12-րդ մայրաքաղաք։ Այդ մասին վկայող սեպագիր արձանագրությունն առ այսօր պահպանվել է ամրոցի վեհաշուք ավերակներում։ Իսկ անցած դարերի ընթացքում Սևանալիճը բազմիցս փրկում էր մեզ ծառավից ու սովից, հանդիսանալով տարածաշրջանում քաղցրահամ ջրի մեծագույն պաշար, իսկ 20-րդ դարում դառնալով նաև էլեկտրական հոսանքի կարևորագույն աղբյուր, որը սնում է մեր քարկարոտ երկրի գյուղատնտեսություն ու արդյունաբերությունը, իսկապես որ սա մեր իմաստուն նախնիների արքայական նվերն էր։ Սակայն Հայաստանի պատմությունը սկսվել էր շատ ավելի վաղ։ Դեռևս հին կտակարանի մարգարեները Բաբելոնի կործանելու կոչով էին դիմում Արարատյան թագավորությանը։ Իրենք, բաբելոնացիներն էլ, իդեմս Ասորի պատմիչ Մարաբաս Կատինայի, պահպանել են հնագույն առասպելը աշխարհի արարման, ջրհեղի և Քսիսոդրոսի փրկության մասին, ում որ Աստվածաշնչում ավելի ուշ հավերժացրել են Նոյ անունով։ Այնտեղ հայոց ազգի ծագումը վերագրվում է մեր թվարկությունից առաջ 23-րդ դարին, երբ բաբելոնյան աշտարակի կառուցման ընթացքում Նոյի զավակ Հավետի թոռը, Թարգամի որդի Հայկը,
իր ժողովրդի հետ միասին որոշում է թողնել Բաբելոն ու հաստատվել Վանա լճի ու Արարատ լեռան արանքում։ Սակայն Բել-Նեմրութ արքան շատ ցավագին է ընդունում Հայքի ցեղի փախուստը և զորքով հետապնդում է նրանց, պահանջելով վերադառնալ ու խոստանալով բոլոր բարիքները դրա դիմաց։ Քրիստոսից առաջ 2107 թվականին տեղի ունեցած ճակատամարտի դաշտում Հայկը սպանեց Բելին, բաբելոնյան բանակը նահանջեց, իսկ աշտարակը մնաց անավարտ և քանդվեց։ Ինչու էր ուզում Բաբելոնի արքան անպայման հետ բերել հայկյան ցեղը։ Ինչու թողեց անգամ բաբելոնյան աշտարակի կառուցումը իր կյանքի գլխավոր գործը ու եկավ հասավ Վանա լճի ափին։ Աստվածաշունչը պատմում է, որ Աստված պատժեց մարդկանց հանդգնության համար ու խառնեց ազգերի լեզուները, այնպես որ մարդիկ այլևս չէին հասկանում իրար ու բաբելոնյան աշտարակը մնաց անավարտ։ Սակայն այս պատմության մեջ կա ևս մի գաղտնիք։ Աստծո պատիժը սովորաբար իրականացվում է մարդկանց ձեռքով։ Հիշենք, որ աշտարակի կառուցումը ընդհատվեց հենց այն պահին, երբ ամբոստացած Հայկը հեռացավ Բաբելոնից իր ազգի հետ միասին։ Բանն այն է, որ թարգամի հայկյան ցեղը կատարում էր աշտարակի շինարարության ընթացքում թարգմանության կարևորագույն աշխատանքը, որի անվանումը առաջացավ հենց թարգամի անունից և առ այսօր պահպանում է հայերենում այդ հինավուրց գաղտնիքը։ Ուստի թարգմանիչ հայերի փախուստը ընդհատեց աշտարակի կառուցումը։ Քանի որ Հայկը հրաժարվեց իր ազգի հետ ծառայել անաստված արքային։ Բաբելոնյան աշտարակը քանդվեց, իսկ Հայկի ժողովուրդը մնաց ավերժ, պահպանելով և իր նահապետի անունը և նրա հոր թարգամի առաքելությունը, առ այսօր թարգմանելով ու մերձեցնելով ազգերը գրքով ու երգով, խոսքով ու գործով։ Սակայն դեռևս տասնյակ հազար տարիներ դրանից առաջ Հայոց լեռներում ստեղծվել էր մի յուրահատուկ նախապատմական քաղաքակրթություն իր աննախադեպ մշակույթով, որից հասել են մեզ հիասքանչ ժայռապատկերներն ու քանդակները։ Հայաստանի քարերը հանդիսանում են մեր երկրի երրորդ հրաշքը։ Ուստի մարդկության ամենահին, առաջին ու զարմանալիորեն խորիմաստ պատկերացումները կյանքի ու մահվան, բնության ու տիեզերքի մասին ստացել են այսպիսի ապշեցուցիչ մարմնավորում. մարդ որսորդ ու մարդ հողագործ, մարդ զինվոր ու մարդ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, սիրեկան, այսպիսին էին մեր հեռավոր նախնիները, որոնց մեջ կային անհայտ նկարիչներ, որ ստեղծեցին մեզ համար քարե այս պատմությունը։ Դժվար է հավատալ, բայց նրանք կարծես թե գիտեին արդեն մոլորակի գնդաձեգության մասին, ինչպես նաև երկրի ձգողության օրենքը։ Այստեղ, Քարաունջի հազարամյա քարե աստղադիտարանում, նրանք դարերով հավաքում էին անգնահատելի այս գիտելիքները ողջ մարդկության համար։ Ֆրանսիացի աստղագետ Ֆլամարիոնն, ինչպես և անգլիացի Օլքոթը, դեռևս 19-րդ դարում եզրակացրել էին, որ աստղային երկնքի առաջին քարտեզներն ու համաստեղությունների պատկերները ստեղծվել էին հենց հայկական լեռնաշխարհում, որը ժամանակակից լեզվաբաններ Իվանովն ու Գամկրելիձեն, ինչպես նաև բրիտանացի պատմաբան Դեվիդ Մարշալ Լենգը
համարում են հնդեվրոպական լեզուների ու քաղաքակրթության օրրան։ Մեր մայրենի լեզվի մեջ առ այսօր պահպանվել են մարդկության հնագույն պատկերացումները բնության ու տիեզերքի մասին։ Այսպես օրինակ սովորական հնչող մայրամուտ բառը արտացոլում է մեր հեռավոր նախնիների հիացմունքը ամենօրյա հրաշքի հանդեպ, արեգակի մուտքը իր տիեզերական մոր Աստվածածին արգանդը, վաղվա վերածննդի հույսով ու հավատով։ Ինչպես լեզվի մեջ, հնագույն պաշտամունքների հետքերը մնացել են նաև քարերի վրա։ Այս ժայռապատկերներում մենք տեսնում ենք արևի, որոտի ու կայծակի հին աստվածներին։ Իսկ այս քարե նկարը պատկերում է մարդուն աշխարհի ու տիեզերքի կենտրոնում, արեգակի սպիտակ անիվի, լուսնի մութ շրջանակի ու երկնային օձաձև կայծակների արանքում։ Իսկ կողքին կանգնած էակի ուղղությամբ սլանում են երկրային օձերը, որոնք կայծակների նմանության պատճառով միգուցե տիեզերական ուժի մարմնավորում էին թվում մեր նախնիներին։ Արդյոք այս պատճառով չեն, որ հին Հայաստանում գլխավոր պաշտամունք էին դարձել առասպելական վիշապ օձերի քարե արձանները, որ խոյանում էին վեր արական ուժի ու բեղմնավորության խորհրդանշի տեսքով։ Այս պաշտամունքը վերացրեց Հայաստանում մայրիշխանության ավելի հին կրոնապաշտությունը, որի հետքերը պահպանվել են այժմ միայն երկրի հեռավոր անկյուններում, արգանդը խորհրդանշող քարերի տեսքով։ Կանայք այսօր էլ այս հեթանոսական կուռքերին հանձնում են սիրո ու երջանկության իրենց իղձերն ու հույսերը։